տոքսիկ հարաբերություններ, ինչպես փոխնել, ինչպես չմտնել այդ հարաբերությունների մեջ։ Ով ասեց, որ պետք չէ մտնել տոքսիկ հարաբերությունների մեջ։ Տոքսիկ հարաբերություններն էլ իրենց օգուտ ունեն։ Այսինքն իրենց դրական կողմներն ունեն։ Եթե ուզում եք շատ ուժեղ աճել, տոքսիկ հարաբերությունների մեջ մտեք։ Տոքսիկ հարաբերությունները միանգամից ցույց են տալի ձեր խոցելի տեղերը, որտեղ դուք ցավոտ կետեր ունեք, որտեղ դուք չեք կարողանում սահման դնել, որտեղ դուք ձեր արժեքը չեք հասկանում, որտեղ ունեք ինքնագնահատականի եւ ինքնավստահության խնդիրներ, միանգամից ցույց է տալիս սա։ Եվ տոքսիկ հարաբերությունների մեջ մնալով ձեր ցավոտ կետերը սկսում են բացվել։ Հիմնական մարդիկ այդ հարաբերությունները թողնելուց հետո են գալիս հոգեթերապիայի։ Այդտեղ ժամանակ կորցնելուց, այդտեղ տրավմայի ենթարկվելուց հետո։ Իրական այդտեղ դրական բանը այն է, որ դուք շատ էմոցիաներ եք ապրում։ Մի շարք էմոցիաներ են։ Հույզերի ճոճանակի մեջ եք ընկնում, ուրախություն, տխրություն, հետաքրքիր է։ Ֆիլմերի մեծ մասը տոքսիկ հարաբերությունների մասին է։ Ռոմեոն ու Ջուլիետի տոքսիկ հարաբերությունների մասին է, բայց ինչ սիրուն պատմություն է։ Այսքան շատ էմոցիաներ, բայց կայուն հստակ բան չկա։ Ու հաճախ մարդկանց առողջ հարաբերությունները ձանձրալի են թվում։ Բայց երբ որ նրանք տոքսիկ հարաբերությունների մեջ հայտնվում են, տեսնում են, թե ինչ տհաճ է, ինչքան ցավոտ է, ինչքան սպառող է, ինչքան բան չտվող է, խորքային առումով, այսինքն մարդիկ սկսում են գնահատել են կայունությունը, ապահովության զգացումը, հստակ սահմանները, հարգելը միմյանց, ինքն իր արժեքը իմանալը։ Ու հարցը առաջանում, որն է տոքսիկը։ Որովհետև մենք բոլորս ունենք ինչ-որ բաներ խաղարկելու միմյանց հետ։ 100%-անոց առողջություն գոյություն չունի, առողջ հարաբերությունները։ Տոքսիկ կետեր լինելու են, կարևորը միասին փորձել հաղթահարել այդ կետերը։ Իսկ եթե մեկը փորձում է, մյուսը չէ, սա տանելու է դեպի բաժանում, սա տանելու է դեպի կոնֆլիկտներ։ Այսինքն հարաբերությունները անդադար պետք է խնամել, զարգացնել։ Իմ սերը նրան կփոխի, իմ հետ նա ուրիշ ձև կլինի, ուրիշների հետ ուրիշ ձևեր, բայց ես կփոխեմ նրան, դա միֆ է։ Ձեր սերը հրեշին արքայազն չի դարձնելը։ Հակառակ դեպքում, երբ որ աղջիկը արդեն քնած վիճակում մահացած է, ձեր սերը կամ սեր համբույրը նրան չի վերակենդանացնելու։ Այնպես որ սիրո մասին միֆային պատկերացումները պետք է թողնել եւ առողջ հասուն ձևով նայել այդ հարաբերություններին։